տոտալիտար համակարգի հիմքը դա վախն է, վախի մթնոլորտ տարածումն է։ Մարդիկ, որոնք վախենում են, արդեն դիմադրել համակարգին, հանձնվում են։ Այս առումով 50 մտավորականների այդ նամակը ստորագրությունը ես կարծում եմ շատ կարևոր էր, դա ցույց էր տալի, որ վախի մթնոլորտ դեռևս չեն կարողացել հաստատել, եւ այդ մտավորականները չեն վախենում իրենց ձենը բարձրացնելու, եւ դա օրինակ է մյուս բոլորի համար, հա, առավել եւս որ մեղադրանքը ինքը աբսուրդային է, նախ ցավոք սրտի Հայաստանում արդեն ոչ մի պետական գաղտնիք չկա, որը մեր թշնամիներին եւ բարեկամներին հայտնի չլինի, սա բացարձակ թափանցիկ երկիր է, որտեղ որևէ գաղտնիք գոյություն չունի, երկրորդը նիստ են անում ոչ թե գաղտնի, այլ փակ, որտեղ հարյուրավոր մարդիկ են մասնակցում, պատգամավորներ եւ այլն։ Հակա լուսաբանման համար։ Հա, ունդեղ բացարձակապես խնդիր չի ինչ-որ մի բան դնել։ Երկրորդը քննարկում է սահմանազատման եւ սահմանագծման խնդիրը։ Խնդիր, որը ինչն էր խնդիրը, որ պատգամավորներին ներկայացնում էին, թե ինչ բանակցություններ է գնում Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ սահմանազատման եւ սահմանազատգծման գործում։ Քարտեզները Ռուսաստանում են գտնվում, հանձնաժողովը հայ, ռուս եւ ադրբեջանական է, փոխվարչապետների մակարդակով եւ այնտեղ ինչ որ կատարում է, գիտե Ադրբեջանը, գիտե Ռուսաստանը, գիտե Հայաստանը։ Պատգամավորներին ինչ որ մի մասը, այն ինչ որ գիտե Ռուսաստանը եւ Ադրբեջանը տեղյակ են պահել։ Հիմա եթե տեղ ինչ որ գաղտնիք կա, ապա գաղտնիքը հայ ժողովրդից, որ անհանգստացած է, թե ել ինչ են զիջելու, այսինքն գաղտնիքը դա ժողովրդից է։ Երկրորդը Անդրանիկ Թևանյանը պատգամավոր չի եղել այդ ժամանակ, ինքը 23 թվականին է վայր դրել իր մանդատը, պատգամավոր ժամանակ երբեք այդ գաղտնիության փաստաթուղթ չի ստորագրել, որ ինքը պարտավորում է որևէ գաղտնիք չանել, եւ այս աբսուրդը, երբ որ դավաճանության եւ լրտեսության մեջ են մեղադրում, ինչ որ մարդիկ, ցավոք սրտի, այսա է հիմնական խնդիրը, ինչ որ մարդիկ դա լուրջ են ընկալել։ Եվ մյուս կարևորագույն խնդիրը, Հայաստանը ֆորմալ առումով ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, Հայաստանը ՀԱՊԿ-ի երկրների հետ եւ Ռուսաստանի հետ ունի միջպետական համաձայնագրեր, որտեղ գրված է միմյանց նկատմամբ լրտեսական գործունեություն չենք ծավալում, առավել եւս մեր ծառայությունների ինֆորմացիան, որը կարեւոր է մյուս երկրի համար, մենք պետք է հատկացնենք իրենց, հա, terrorist եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա, երբ որ հայտարարում է, որ Անդրանիկ Թևանյանը ռուսական լրտես է, դա նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերությունները արդեն թշնամական դաշտ են մտնում եւ դրա համար պետք չի զարմանալ, որ արդեն կվոտաներ են մտնում, Լարսում բեռնատարների հետքեր են, ծաղիկները գյուղմթերքի մի մասը արդեն չի վաճառ, եթե թշնամի երկիր է, ապա պատրաստ եղի, որ գազն էլ 500-600-700 դոլարով է գնելու եւ Հայաստանի տնտեսությունը կոլապսի է ենթարկվելու։